Տիկին Պալյան, Գյումրիի ընտրություններից հետո հիմա հետընտրական զարգացումների հետ կապված ընդդիմախոսները կամ քաղաքական շրջանակները հայտարարում են ձեր հետ կապված այսպիսի մտահոգություն կա, որ դուք հնարավոր է պառակտեք ընդդիմադիր դաշտը, թույլ չտաք, որ ընդդիմադիր թեկնածուն ընտրվի քաղաքապետ եւ հնարավոր է այսպես կոչված մարդագողությամբ զբաղվեք։ Արդյոք այս հայտարարությունները, այս մտահոգությունները տեղին են։ Ոչ միայն տեղին չեն, այլ նաև ծիծաղելի են, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2018 թվականից ի վեր նման տիպ պարատավոր երևույթների վերջը հենց մեր քաղաքական ուժն է տվել եւ մեղադրել մեզ մի բանում, որի ավարտ ու վերջը մենք ենք դրել, մեղմ ասած ծիծաղելի է։ Քաղաքացու կատարած ընտրությունը մեզ համար օրենք է, ինչպես վարչապետը նշեց հենց ընտրությունների երկրորդ օրը եւ անքննարկելի է, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ նշել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում չի պարտվել, որովհետեւ աննախադեպ թվով ձայներ է տարել, ստացել, վստահության քվե է ստացել մեր քաղաքական ուժը իդեմս պարոն Սարիկ Մինասյանին, այո 50+1 ձայներ մեզ չհաջողվեց հավաքել ընտրությունների արդյունքում, բայց մենք այսօր Գյումրու համայնքապետարանում ունենք ամենամեծ խմբակցությունը 14 մանդատ, որը ծառայեցնելու ենք Գյումրու եւ Գյումրեցու բարեկեցության համար, սա միանշանակ է, իսկ այդ մարտագողություն, չգիտեմ, ինչագողություն, դա մեր ձեռագիրը չի եղել, չի էլ կարող լինել երբևէ։ Առաջարկվելու է ավականու նիստում Սարիկ Մինասյանի թեկնածությունը։ Այս մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա, կլինի որոշում կուսակցության վարչության կողմից, քաղաքական որոշում կունենանք մեր թիմի կողմից, որի մասին կլինի բնականաբար հայտարարություն եւ բոլորս կիմանանք։ Հիմա կարող եմ մասնավոր իմ սեփական կարծիքը հայտնել, իմ քաղաքական ընկերներից մեկը նորից իր սեփական կարծիքը հայտնել, բայց որպես վերջնական քաղաքական թիմի դիրքորոշում դեռևս չունենք։ Հենց բայց ձեր կարծիքով արժե։ Իմ կարծիքով ես որպես անհատ նախ Գյումրեցի եւ հետո նոր ազգային ժողովի պատգամավոր, սա իմ սեփական կարծիքն է, որ ես կարծում եմ ճիշտ կլինի պարոն Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրվի, որովհետեւ նորից եմ կրկնում ամենաշատ վստահության քվեն ստացած մարդն է, իսկ մնացածը ինչ կլինի։ Բայց ամեն դեպքում ձեր մանդատները բավարար չեն, իմաստունի առաջադրվել եւ չընտրվել։ Դե սա քաղաքականություն է, քաղաքական process-ներ է, այնպես որ դա նորից եմ կրկնում իմ սեփական կարծիքն է, մնացածի մասին կխոսենք այն ժամանակ, երբ ունենանք վերջնական քաղաքական դիրքորոշում։ Կուսակցության վարչության նիստում վերջի օրերին մենք տեսնում ենք, որ քննարկվել է, ներկային եղել նաեւ Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետը, Դավիթ Արուշանյանը, ինչ եզրահանգման եք եկել եւ Փաշինյանը ինչպես է գնահատել ընտրությունների ձեր մասնակցությունը, ձեր աշխատանքը։ Տեսեք, մեր կուսակցության վարչության նիստերը փակ են եւ այդտեղից ինֆորմացիայի մասին խոսել կարծում եմ տեղին չէ եւ բնականաբար դա նորմալ քաղաքական երևույթ է, որ ընտրություններից հետո վարչությունում քննարկումներ են տեղի ունենում, այդտեղ ինչ որ արտառոց բաներ փնտրել պետք չէ։ Ես կարծում եմ, որ մենք բավականին լավ կազմակերպված ընտրություններ ենք ունեցել, բավականին շատ ձայներ ենք ստացել եւ այդքանը պիտի դրան համարժեք լինի գնահատականը կարծում եմ։ Տեսեք, ճիշտ է, փակ է, գաղտնի է, այսպես ասած, ինֆորմացիան, բայց ամեն դեպքում արտահոսքեր են լինում եւ ասում են, որ Սարիկ Մինասյանին որոշակի պաշտոնի են նշանակում, նույնիսկ սոցիալնախարարի պաշտոնի մասին է խոսք գնում, որքանով են ճիշտ այսպես։ Ճիշտ ասած, այսօր կարդացի ես էլ լրահոսից ծանոթացա, բայց հերթական ապատեղեկատվությունն է, որը չի համապատասխանում իրականությանը։ Մենք դեռևս նորից եմ կրկնում, չունենք որոշում, թե ինչ ենք անելու ապրիլի 16-ին առաջադրելու ենք արդյոք պարոն Սարիկ Մինասյանին, թե ոչ, բայց փաստորեն մամուլում հայտնում են այնպիսի տեղեկություններ, որը նորից այլևս մեզ չի զարմացնում, որովհետև դա ամենօրյա բնույթ է կրում, ամենօրյա ռեժիմով այնպիսի տեղեկություններ ենք մենք կարդում, որ բնավ իրականության հետ աղերս չունի։ Տեսնենք ինչ կլինի հետընտրական Գյումրիում մնացածը։ Ամեն դեպքում ձեր տպավորությամբ, որովհետև մի քիչ դժվար ստացվեց կարծեք թե ընդդիմության միասնականությունը, արդյոք իշխանությունը տեսնում է դաշտ այդ ընդդիմադիրներից նաև քվեներ ստանալու, այսինքն հնարավոր սցենար դա դիտարկվում է։
Տեսեք, որևէ սցենար ընդդիմության հետ կապված, մենք այս պահին չենք դիտարկում բնականաբար, բայց ինչ մնում է ձեր ձևակերպմանը, որ վերջապես միասնական դարավետ դաշտ է, ես այդքան էլ համաձայն չեմ։ Ես ապրելով Գյումրիում, լինելով գյումրեցի, տեսնում եմ, որ այդտեղ միասնականություն չկա։ Քաղաքական թիմ ընտրություններից հետո 4 օր անց կոնկրետ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքը հայտարարություն է տարածում, որ անհրաժեշտ քվեներով կապահովի, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց նույն իր թիմակիցը դրանից 2 օր անց հանրայինի եթերում բացարձակայլ բան է ասում մեր քաղաքացիական պայմանագրին խնդրելով, որ քվեարկի Մարտուն Գրիգորյանի օգտին, այսինքն այստեղ պարզ երևում է, որ իրենց մեջ կա այդ հակասությունը անգամ Մարտուն Գրիգորյանի հայտարարություն տարածելուց հետո ճիշտ է նույն Գրիգորյանը հետո նաև այդ հայտարարությունը մեկնաբանեց, որ դա կապ չունի, դա անձնական տեսակետ է եղել կամ չգիտեմ ինչ, բայց այնուամենայնիվ ես ապրում եմ Գյումրիում, ես որոշակի տեղեկատվություններ ունեմ, որ հենց իրենց թիմի ներսում էլ որոշակի անհաշտություններ կան այդ որոշման հետ կապված, այնպես որ նկատի ունեք Մարտուն Գրիգորյանի։ Այո, որովհետև նույն Մարտուն Գրիգորյանը, եթե կհիշեք, մեծ բանավեճից հետո հրապարակային հայտարարեց, որ ինքը իր քվեները պահելու է, բացառված է, որ այն փոխանցի, այսինքն այդ անվստահության մթնոլորտը իր անձի շուրջ բնականաբար ձևավորված է Գյումրիում եւ տեսնենք ընթացքում ինչ կլինի, ուղղակի այն ձեր գնահատականը, որ միասնական է վերջապես ընդդիմադիր։ Ամեն դեպքում միավորվել են եւ ասել են կապահովեն ընտրությունը ընդդիմադիր տեխնացուին։ Տեսնենք ապրիլի 16-ին։ Այսինքն դուք էլ կասկածներ ունեք, որ հնարավոր է այդտեղ ինչ-որ խնդիրներ առաջանա, միասնական չլինեն ընտրության հարցում։ Տեսեք, սա նորից եմ կրկնում, քաղաքականություն է, քաղաքական պրոցես է եւ ես առաջ ընկնել եւ որևէ ենթադրություններ անել չեմ կարող, բայց միանշանակ ցանկացած պարագայում մենք 17200 վստահության քվեն ծառայեցնելու ենք Իշա Գյումրու եւ Գյումրեցու, լինելով ամենամեծ խմբակցությունը Գյումրու համայնքապետարանում։ Տիկին Պարեն, երբ որ ասում եք Իշա օգտագործելու եք, ամեն դեպքում ճիշտ է, մեծ քվե ունեք դուք, բայց իշխանությունը լինելու է ընդդիմադիրների ձեռքում։ Դուք այսպես թե այնպես պետք է համագործակցված աշխատեք իրենց հետ, առանց իշխանության, այսինքն քաղաքային իշխանության որոշումների դժվար կարողանաք ինչ-որ բաներ անել։ Այս համագործակցությունը դուք ինչպես եք պատկերացնում։ Տեսեք, մենք պատրաստվում ենք, այո, ես նորից եմ կրկնում, աշխատել հանուն Գյումրու եւ Գյումրեցու, իսկ համագործակցությունը ընթացքում մենք կտեսնենք նախ ինչ կլինի ապրիլի 16-ին, որովհետեւ սա այնպիսի մի իրավիճակ է, երբ մենք ուղղակի սրա հանգուցալուծումը վերջնական գոնե որոշակիություն կունենանք հենց ապրիլի 16-ին։ Դրանից վաղ խոսել ենթադրություններով կամ, չգիտեմ, թվացial ինչ-որ բաներ ասել, դա կարծում եմ ճիշտ չէ։ Եկեք սպասենք ապրիլի 16-ին, հասկանանք ինչ կլինի, որովհետև նորից եմ կրկնում, նույն այդ ընդդիմադիր դաշտում կա որոշակի խնդիրներ, որը եւ հայտարարություններով։ Դե ասում են այդ խնդիրներից իշխանությունը օգտվում եւ վստահ է, որ ինչ-որ բան չի։ Իշխանությունը որևէ բանից չի օգտվում, իշխանությունը տեր է կանգնել եւ կանգնում է իր ստացած ահռելի մեծ վստահության քվեներին։ Եվ Շիրակի թեմի առաջնորդի մի հայտարարության եմ ուզում անդրադառնանք։ Ընտրություններից հետո նա հայտարարել է, որ եթե Հայաստանում ընդդիմադիր ուժերը նույն Գյումրիի հաղթանակ, այսպես ասած, չֆիքսեն եւ իշխանափոխություն չիրականացնեն, հնարավոր է գյումրեցիներին Փաշինյան իշխանությունը պատժի այսպիսի ընտրության համար։ Կենտրոնական իշխանությունը որևէ մեկին չի պատժում ընտրությունների համար, նորից եմ կրկնում, իրենք երևի շփոթում են 2018-ից առաջ եղած իշխանությունների որտեղ գրած քաղաքականության ու ձեռագրի հետ։ Ես ցավում եմ, որ պարոն Աջապահյանը նորից եկեղեցականի սքեմի տակ թաքնվելով քաղաքականությամբ է զբաղվում շատ ավելի շատ, քան որևէ քաղաքական գործիչ եւ փոխանակ հոգեվոր եւ միասնական կոչեր անելու ինչպես միշտ, նմանատիպ ընդդիմադիր հայացքներով է հանդես գալիս։ Բայց ինքը ասել է, որ Սարիկ Մինասյանի հետ խնդիր չունի, եթե նա ընտրվեր։ Եվ կարծեմ նաև հենց պարոն Աջապահյանը նշեց, որ այս ամեն ինչը ցանկալի է տեղափոխվի Երևան, ինչ ես դրա մասին հենց ստատուս էլ գրեցի Facebook-յան էջում, որ տվյալ անձի սիրտը ինչ-որ գործողություններ է տենչում Երևանի կենտրոնում, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ գյումրեցին այնքան իմաստուն է, գյումրեցին այնքան գիտակցված ընտրություն է կատարել իր
ընտրատեղամաս գնալով, որ ցավում եմ, բայց պարոն Աջապահյանը ստիպված կլինի այս անգամ եւս հիասթափվել, որովհետեւ որևէ գործողություն Երևան չի տեղափոխվելու, ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ գիտեմ, որ շարունակելու է կանգնած մնալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողքին եւ համայնքներում եւ համապետական մակարդակով, որովհետեւ տեսնում է, որ մեր կուսակցությունը իշխող ուժը արդար ու ազնիվ է իր հետ։ Եվ դուք մշտապես նշում եք, ոչ միայն դուք, ձեր կուսակիցները, որ չեք պարտվել, որտեղ ամենաշատ ձայն եք ստացել, բայց հավաքական ընդդիմությունը, ոչ թե որևէ մեկը նրանցից, կրկին բավական շատ ձայն է ստացել։ Սա նշանակում է, որ իշխանության ամեն դեպքում մերժել են Գյումրիում։ Անկախ ամեն ինչից, որ իրենք այո բավարար ձայներ ստացել են, բայց ամեն դեպքում մեծամասնություն չեն։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չեն մերժել Գյումրիում։ Ընդհակառակը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս տարիների ընթացքում ամենաշատ ձայները վստահության քվեն ստացել է այս ընտրություններում։ Սա խոսում է բացարձակ հակառակի մասին, այսինքն գնալով քաղաքացիների վստահությունը շատ ավելի մեծանում է մեր քաղաքական ուժի նկատմամբ։ Սա որովհետև տեսնում եմ, որ Գյումրիում մինչև 18 եղած Գյումրին եւ 18-ից հետո Գյումրին բացարձակապես այլ դեմք ու դիմագիծ ունի։ Քայլում ես փողոցներում ու չես կարող այդ փաստը ուղղակի չարձանագրել։ Կան խնդիրներ, իհարկե կան խնդիրներ դեռևս չլուծված, բայց դրանք մեր ուշադրության կենտրոնում են, դրանք ըստ հերթականության ու կարևորության լուծվելու են, բնականաբար միանգամից որևէ բան չի կարող լինել, կան դժգոհ քաղաքացիներ, իհարկե կան, բայց մենք պիտի խոսենք ընդհանուր տեսանկյունից, որ ավելի շատ մարդիկ են մեզ վստահում, քան ընդդիմադիր ուժերից որևէ մեկին առանձին վերցրած, ու սա ընդհանրապես մեկնաբանության հարց է։ Ես գիտեմ, որ հայտնի շրջանակներ այնպես են մեկնաբանում, որ ամեն դեպքում ԿՊ-ն մերժված է կամ ընդունված չի, չկա նման բան։ Ես Գյումրիում եմ ամեն օր, ես քարոզարշավի ընթացքում ամենօրյա ռեժիմով շփվել եմ քաղաքացիների հետ, տեսել եմ, թե ինչ սեր, հարգանք ու վստահություն են տածում մեր քաղաքական ուժի հանդեպ։ Իսկ դուք գիտեք այդ ինչ արատավոր երևույթներ որոշակի, որոնց շուրջ կան արդեն իրավապահ համակարգի տիրույթում գտնվող գործեր տեղի ունեցան ընտրություններում, հա, հենց ընդդիմադիր դաշտի թեկնածուների կողմից իրականացվող որոշակի խախտումներ, այնպես որ այդ ամեն ինչը նպաստել է նաև երևի, որ իրենք որոշակիորեն ավելի ձայներ ստանան, որը չգիտեմ, տեսնենք իրավապահ համակարգ այս կամ այն գործի հետ կապված ինչ հանգուցալուծում կունենա, դա բացարձակ մեր տիրույթում չի գտնվում, դա իրավապահների տիրույթում է, եւ տեսնենք ինչ կլինի ապրիլի 16-ին նորից։